Լռություն, կենտրոնացում և կրակ առանց փամփուշտների։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Դալաքյանը էլեկտրոնային սիմուլյացիոն հրաձգարանում սովորում է զենքի կիրառման ու թիրախի խոցման հիմնական կանոնները։ Տևել վարժասարքը մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ համանման իրավիճակներում գործել օպերատիվ եւ ստեղծված իրավիճակներին տալ ավելի ճշգրիտ արձագանք։ Ավագ սերժանտ Դալաքյանի նման կրթահամալիրի բոլոր ուսանողներն ունեն հնարավորություն պարապել ամիսներ առաջ ներդրված մարզասարքով։ Հրաձգության սիմուլյացիոն վարժասարք է, օգտագործվում է սովորողների մոտ համապատասխան հմտությունների եւ կարողությունների զարգացման ու կատարելագործման համար։ Վարժասարքից օգտագործում ենք հրաձգության հնարքները, մշակում ենք համապատասխան մարտավարությունը եւ նաեւ այդ որակները ձեռք բերելուց հետո աշխատում ենք հատուկ սցենարային ծրագրերի վրա։ Մուրադյանի խոսքով վարժասարքը օգնում է հաղթահարել նաեւ ամենամեծ դժվարություններից մեկը՝ վախը։ Երբ որ գործնականում սովորողը սկսում է կրակել մարտական զենքից, սովորողները ունենում են բնականա վախեր։ Վարժասարքի վրա աշխատելուց հետո սովորողների մոտ ձևավորվում արդեն իսկ համապատասխան հմտություններ, իրենք սկսում են վստահել իրենց, սովորում են նշան բռնել, նշանառությունը ճիշտ վերցնել, սովորում են տեխնիկական գործողությունները եւ հետեւաբար հրաձգարան, պրակտիկ հրաձգության ներկայանում են ավելի պատրաստ։ Վարժասարքը թույլ է տալիս պահպանել հրազենի գործադրման իրավաչափության պայմանները, թիրախի խոցման ճշտությունը։ Մոդելավորված են օրինակ բնակարանում ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության եւ նման այլ իրավիճակներ, որոնցում սովորողը պետք է ճիշտ կողմնորոշվի եւ ցուցաբերի իրավաչափ ու մարտավարական տեսանկյունից գրագետ վարքագիծ։ Առկա է մոտ 300 սցենար, ենթասցենարներ, 1 կոճակի սեղմումով փոփոխվող իրավիճակներ։ Սարքը ակտիվ է եւ համակարգը ըստ էության թույլ է տալիս հրանգչին ամբողջ process-ի ընթացքում լինել ակտիվ վիճակում, հետեւաբար տեսնելով խնդիրները, այդ խնդիրները շտկել տեղում։ Քանի որ վարժասարքը բացի աշխատանքային տեսախցիկներից ունի նաեւ լրացուցիչ տեսախցիկ, որի նպատակը մասնակցին դիմացից նկարելն է։ Ժամանակակից կրթական միջավայրի կարևոր բաղադրիչներից են նաև վիրտուալ տեխնոլոգիաները։ Այս լսարանը նախատեսված է վիրտուալ դեպքի վայրեզնության համար, բայց հետագայում նաև նախատեսվում է ծրագրային կատարելագործում, որի շրջանակներում մենք արդեն հնարավորություն կունենանք աշխատել ինչպես հասարակական կարգի պահպանության ուղղությամբ ստեղծված սիմուլյացիաներում, այնպես էլ տարբեր հետքաբանական օբյեկտների հետ աշխատանքի հետ հմտություններ ձևավորելու շուրջ։ VR ակնոցներով, ինչպես նաև համապատասխան գործիքներով, որոնք կրկնօրինակում են մարդու ձեռքերը, իրականացնում են տարբեր աշխատանքներ, դեպքի վայրի սահմանազատում, հետքաբանական օբյեկտների հետ աշխատանք։ Նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ էականորեն բարելավվել են նաև ՆԳՆ կրթահամալիրի ենթակառուցվածքները։ Վերջի տարիներին էականորեն բարելավվել են եւ շենքային պայմանները, եւ ուսումնական միջավայրը։ Միայն այս տարվա ընթացքում մոտավորապես 250 միլիոնի վերանորոգման եւ նոր շինարարական աշխատանքներ են կատարվել։ Մոտավորապես վերանորոգվել են 60-ից ավելի լսարաններ։ Բարեկարգված վիճակում ժամանակակից ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Կրթահամալիրում ներդրվել է նաև քաղաքացիների ընդունելության նոր ձևաչափ, բարելավվել են պայմանները։ Մինչև հաջորդ տարվա մայիս նախատեսվում է շահագործման հանձնել իրավական աջակցության, փրկարար անվտանգության եւ քաղաքապաշտպանության լաբորատորիաները, ինչպես նաև 90 տեղի համար նախատեսված ժամանակակից հանրակացարանը։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։